Ճիշտ քայլ, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Այսօր ավելի լուրջ խոսենք այդ քաղաքական եւ Հայաստանում կատարվող բոլոր այդ ամենի մասին, ինչ տեղի է ունենում։ Եվ երեկվա իմ ֆիլմը 40 օրը այսօր բացատրեմ, որ ձեզ հասկանալի լինի։ Ամեն մի հարց դուք դիտարկում եք ձեր լսածի ձևով, բայց հասկացեք նաև նա ինչ է թաքնված դրա հետևում։ Ինչ է իրականությունը, դա պետք է հասկանալ, ոչ թե հասկանալ, որ ես ասացի այդ մարդը այդ գործերին է եղել այստեղ, այնտեղ եւ դրանով փակվեց հարցը։ Այժմ բացատրեմ հասկանալու համար բոլորիդ եւ նաեւ իրեն իր մերձավորներին։ Արտակ Սարգսյան, այս մարդը այս անձնավորության զոհն է, ինչպես նաև բոլորս, այս տականքի զոհն է, և ինքը, որ եկել է Հայաստան, իր կամքով չի եկել, և դա իր գործը չէ։ Շատ ուշադիր լսեք, որպեսզի բոլորիդ էլ հասկանալի լինի իրականությունը։ Արտակը դա մի ուրիշ կարգի անձնավորություն է, քան սրա բոլոր այդ դրածո և Հայաստանում իբր հեղինակություն վայելող այդ բոլոր տականքները։ Բացատրեմ, երբ որ այս տականքը հայտարարեց, որ մեզ 700,000 մարդ է հարկավոր, մնացածը մեզ պետք չէ, ցուրտ ու մութ տարիներ արեց, փակեց այդ ամենը, միևնույն ժամանակ ես և նաև շատ անձնավորություններ, նաև այս անձնավորությունը մեկնել է, քանի որ պետք էր ընտանիք պահել, պետք էր ապրել, ոչ թե նստել, թե մի ժամով Լևոնը լույս է տալու։ Երբ որ ասում էի այդ ժամանակ այս տականքին և Վանոյի հարսանիքն են անում Հայաստանի վրա ինքնաթիռը մի 500 պտույտ կատարելով, ինքնաթիռի մեջ կրզոյի քրոջ հետ, այդ ազգությամբ ադրբեջանցի Վանոյի, այդ ժամանակ ոչ մեկի պետք չէր, և այսօր այս տղան հայտնվել է այդ իրավիճակում։ Որն է իրավիճակը։ Այս տղային ռուսական մաֆիան Քենիայում առաջարկել է նման գործ։ Եվ այս մարդը կատարել է այդ ամենը, նույնիսկ այն ավելցուկը, որը թաքցրել են, այդ էլ հանելով, ինքը մաքուր դուրս գալով այդտեղից դուրս է եկել։ Եվ այս անձնավորությունը, երբ որ խոսում ենք ռուսական այդ մաֆիայի մասին, որ ժամանակին էլ Կալինինգրադ, Գերմանիա, չերես Լեհաստան գործ էին անում, ես այդ ռուսների մի մասին ճանաչում եմ, և նրանցից մի մասը ես այդ ժամանակ 10% գերմանական մեքենաները, որոնք գերմանացին լռում էր, մինչև հասնում էր Կալինինգրադ, հետո ասում էր մեքենաս քողացել են, նա այնտեղ վաճառում էր, այդ ռուսները նաև ինձ են օգնել այդ հարցում։ Եվ ինքն էլ գիտե այդտեղ ովքեր են, ես անուններով չասեմ նրանց, եթե ես էլ ասեմ ռուսները ինձ ինչպես էին կոչում, միգուցե ինքն էլ ճանաչի, բայց ես այդ մասին չեմ խոսում։ Այս անձնավորությունը ներդրված է եղել այդ գործերին, և Արտակը փայլուն կատարել է դա առանց վախի։ Եվ այսօր այս մարդուն բերել են, որ հիմել այս գործով մասնակցի։ Այսինքն, եթե մարդուն տվել են քշի Ֆերարի, այսօր էլ բերում են, նստացնում են կամպյուտերի դեմը, ասում են, այսօր էլ պետք է դու լինես նաև կամպյուտերի մասնագետ, ինֆորմատիկ պետք է լինես։ Այս մարդը արդեն
չգիտի ինչ անի, որովհետև դա իր գործը չի։ Ես ոչ թե բացահայտեցի, որ ինքը այս գործերն է արել, դա ինքը բացահայտեց։ Ինքը ասեց սխալ տվյալներ, որպեսզի ինքը իրեն ազատի դրանից։ Ինչի համար։ Քանի որ ինքը չի կարող դա կատարել, բայց քանի որ ինքը ունի պարտավորություններ, չգրված պարտավորություններ այն անձնավորություններին, որոնք իրեն ստիպել են գա այս գործին, ինքը եկել է։ Եվ ես իրեն չբացահայտեցի, մինչև իմ ասելը դեռ շատ տեղերում ասել էին այդ մասին։ Ինքը իրեն բացահայտեց, ինքը ասելով այն ստերը, որ հայազգ, ինձ հանգիստ թողեք, ես այդ գործերում լավ եմ, այդ գործերը կարող եմ անել, բայց այս գործում ես չկամ, ինձ դա պետք չէ։ Եթե օրինակի համար Հայաստանում ինչ-որ մեկը երաշխիք տար, որ ոչ ոք չի իմանա, ես համոզված եմ, որ զենքի ուժով, հեղափոխությունով այս մարդը հեղափոխություն կաներ։ Բայց նա, որ իրեն ստիպել են, որ պետք է հիմա էլ այս գործն անես, այս մարդը այդ գործը անողը չի։ Եվ նա ինքն էլ բացահայտ մի քանի կեղծիքներ ասելով ասաց, որ ինձ այդ գործից հանեք, ես դա կատարողը չեմ։ Ես Կարապետյան այն միլիոնատերը չեմ, միլիարդատերը չեմ, որ գնամ հիմա էլ այս խաղին։ Ես կարող եմ կատարել սա, կատարել եմ սա, բայց սա ես իմ վիզը չեմ վերցրել։ Դուք եք իմ վզին փաթաթել եւ ես դա չեմ կատարում։ Հասկացաք հիմա ով է այս մարդը եւ ինչ ասացի իր մասին։ Ես ոչ թե վախենում եմ իրենից կամ որևէ մեկից, ես իրեն վատություն չեմ արել։ Ինքն էլ չի իրեն վատություն արել։ Ինքը եւ ես իրեն ազատել ենք այն կեղտից, որի մեջ փորձել են իրեն խրել։ Նաեւ այստեղ շարունակեմ, որովհետեւ նաեւ իսկական մտածողները լավ հասկանան։ Եթե մենք վերցնում ենք Ռուսաստանը եւ Եվրոպա, եւ Արևելյան Եվրոպա, եւ բոլոր երկրներ էր ուղարկում, նույնիսկ նահանգներ, իր գործակալներին փող եւ այնտեղ կառավարություն հաստատելու համար։ Բայց այս տականքը եւ սրանից հետո եկող տականքները հայերին դուրս են հանում մութ ու ցուրտ տարիներ ստեղծելով, բացի դա արտասահմանում նույնպես դեսպանատներին եւ արտասահմանյան կառավարությունների հետ չէին ստորագրում պայմանագիր, որ հայերը կարողանան վիզայով գնալ որևէ երկիր։ Հայերը տարբեր ձևերով ռուսական պասպորտ անելով եւ ուկրաինական եւ այլն տարբեր ձևերով Եվրոպա են գնում, որպեսզի մի կտոր հաց վաստակեն։ Այսինքն կտրականապես ամենավատ քայլն է կատարել։ Սա, բայց հիմա ավելի ուշադիր լսեք։ Եթե Հայաստանում այդ թվականներին սովետի քանդվելուց հետո լիներ ոչ թե սա, լիներ նորմալ կառավարություն, նորմալ ղեկավարներ, արտակի նման տղային պետք է տային մի քանի միլիոն դոլար, ասեն գնում ես այս երկիրը, օրինակ Քենիայում 1.1 տոննա այդ գերոինն է դուրս անել ռուսների համար։ Հիմա եթե այս տականքը նորմալ տականք էր լինում, ասում էր Արտակ ջան, դու եւ այս մի 4 տղատ գնում եք Քենիա, այնտեղից պետք է բերեք 10 միլիարդ գումար փող։ Բացի սա, մենք քո թիկունքին կանգնած ենք, կլինեն նաև այս անձնավորությունները, որ ծովով պետք է բերես, թե որտեղով կսարքեն այնպիսի սարքավորումներ, որ դու ոչ Քենիայում կբռնվես, ոչ ճանապարհին,
եւ այդ բեռը կհասնի Հայաստան կամ որ երկիրը ցանկանում ենք, իսկ գումարները եւ ձեզ եւ մնացածը մեզ եւ Հայաստանին եւ Հայաստանը կկառուցեր։ Դա կլիներ արդեն հայավարի։ Ոչ մի անգամ հայը բացի հային կզցնելուց ուրիշ ոչ մի քայլ չի կատարել։ Միայն հայի ուժը պատում է հայի վրա, նույնիսկ ադրբեջանցու վրա չի ուժը պատում։ Եվ դրա համար այսօր մեղադրել այս անձնավորությանը կամ մեղադրել ինձ, որ ճշմարտությունն ասացինք, այ ոչխար, հիմա էլ բռնել ես, նորից տանում ես ռսի տակը կամ որևէ մեկի տակը, այս մարդը ինչ մեղք ունի։ Չէ որ այս մարդը երիտասարդ հասակում արդեն նրան լույս ու մութ ու սով տարիներ է ստեղծել, այս մարդը ստիպված գնացել է եւ այդտեղ նաեւ մեկ ուրիշ բան։ Այստեղ շեշտեմ։ Ռուս սրա ընկերները, արտակի ընկերները այնքան տականք լրփի լակոտներ են եղել անբարոյականի, որ կարող էին այլ ազգի, օրինակի համար ադրբեջանցու, կարող էին մեկ ուրիշ, ուրմուտի եւ այլն անձնագիր տային ձեռքները, ոչ թե հայի անձնագիր տային ձեռքները, որ եթե բռնվեին էլ այդ անձնագրով հետագայում ուրիշ անձնագրով ներկայանային այլ երկիր եւ այնտեղ չպախարակվեր հայի անունը։ Էս էլ է պայմանավորված ռուսական մաֆիայի կողմից, որ հայերի անունը աշխարհով մեկ պախարակվի։ Ես իր արածին դեմ չեմ։ Եթե 10 ձեռք ունենայի, 10 ձեռքով էլ կողմ եմ, որ անգլիական մեթոդով պետք էր աշխատել, այսինքն գնալ, դրսին ճնշել, խաբել, ոչնչացնել, ինչ ցանկանում եք, անել, բերել, երկիրը լցնել, ոչ թե ընդհակառակը 44 օրվա պատերազմի ժամանակ նաև զենքը թողնել, որ ես էլ վերցրա մենակ մեզ հանգիստ թող, բացի Արցախը ես էլ ենք տալիս։ Դրա համար, սիրելի հայեր, նախ խոսելուց կամ գրելուց առաջ կամ հասկանալուց առաջ հասկացեք իրականությունը ինչ է թաքնված սրա տակ։ Անցնենք առաջ եւ նորից կվերադառնամ, որպեսզի հասկանաք, որ Արտակը ինքը մեծ գործ կատարեց, իրեն մերկացնելով, որ ես այդ մարդը չեմ, այ մարդ, ինձ հանգիստ թողեք, ինձ տվեք գործ, ես այդ գործը կատարեմ եւ այդ գործի դիմաց ձեզ էլ լավ լինի, մեզ էլ լավ լինի։ Այժմ մաքրվեք, այլ լրփի լակոտներ, այս բոլորիդ է վերաբերում, մաքրվեք, հատկապես սրան մեծ եմ այստեղ ցուցադրում։ Դուք բոլորդ եք Հայաստանը տանում կործանման եւ բազմաթիվ նման տականքներ։ Այս մարդը չտարավ Հայաստանը կործանման, այս մարդը քանի որ ինքն էլ իր կազմակերպության կողմից պարտականություն ուներ, չգրված պարտականություն, չէր կարող մերժել։ Ինքը գնաց այդ քայլին, բայց ասեց, որ ես այդ մարդը չեմ, դուք էլ այդ քայլը կատարեք այդ քայլը, հետ կանգնեք։ Հայ ազգը դա ամեն մեկս ենք եւ բոլորս միասին վերցրած, եթե պախարակվելու ենք, դուք չեք մնալու սուրբ, որ դուք այ օգնեցիք Ադրբեջանին կամ Թուրքիային կամ Ռուսաստանին, բոլորս ենք պախարակվելու։ Եվ ինչպես ռուսներն են ասում, կուդա ձենցիա արմյանի, մոգոտ ձենցիա արմյանի, где хотят։ Եվ այսպես ամոթ է երիտասարդներ հատկապես 4 կինեք, ում եք ծառայում, Ռոբերտ Քոչարյանի նույնիսկ ազգությունը չգիտեք, նույնիսկ չգիտեք ձեզնից ինչ է տարել։ Եվ միայն մի արտահայտությունը, որ Հայաստանում տղամարդ կա, թող գա դեմս կանգնի, ինքը մլիցեքի հետև կանգնած, այսինքն դուք ում հետ որ ամուսնացել եք, դա էլ չի տղամարդ, լեսբի եք, ձեր տղամարդը տղամարդ չի, ձեր ազգն են ոչնչացնում։ Դրա համար այստեղ ցուցադրել եմ նաև երիտասարդների, որ հասկանաք այս ամենը, որ հասկանաք այս ամենը խաղուպար չի, սա ազգի գոյատևության հարց է,
ազգային հարց է այս ամենը։ Նույնը այստեղ Քոչարյանի բլբլոց սրանք, որ նայում ես դեմքներին, անհարմար է, ամոթ զգացեք, բոլորիդ էլ բոլորս ճանաչում ենք, եթե չճանաչենք էլ, սայթերից ոչ մեկը չեք ջնջում, ուր էլ գնաք, գցելու ենք նայենք ով է, դուրս է գալու և ոչնչանալու եք։ Հայաստանը դա աշխարհի կենտրոնն է, դա արարիչ ազգն է, այ ոչխարներ, այ անասուններ, և նաև հայ ազգին մեկ դիտի, որպեսզի սրանք ընդհանրապես դիտում չունենան, սրանց ընդհանրապես մեկ դիտի, մեկ լսի, սրանք միայն ստերն են ասում, ճշմարտությունն եք ուզում իմանաք, արտասահմանն էլ է ասում այդ ճշմարտությունը։ Նաև մի քանի հայ բլոգերներ ամեն օր մի ժամ ու կես այն Վարդան Ձիրիժորը և Էդվարդ Անտինյան ամեն օր ասում են այդ նորությունները և մեկնաբանում, լսեք դրանք, իսկ այս տականքներին ընդհանրապես մեկ լսի, թե այս տականքները ինչ են ասում, նույնը այստեղ բացի Քոչարյանի բլբլոցը, նաև Սերժի Միշիկի հետ կապված, կանգնացրեք, կարդացեք այս ամենը, ես չեմ կարդալու, գիտեք էլ աշկերիս հարցով չեմ կարդալու, այս ամբողջ ռադիոկայանները և ամբողջ պրոպագանդան, սրանով մեկ սնվի, հայ ազգ, և իմիջիալոց ասեմ, երբ որ ես Հայաստանում էի, ես փորձում էի այն անձնավորություններին, հայերին, գալուց առաջ մեկ ամսվա ընթացքում ես գտել էի ահագին 2 տասնյակ հայեր, որոնք ճշմարտություն խոսացող կամ հայամետ խոսակցություններով դիմում են ազգին, իսկ Հայաստանում դրանց ոչ ոքի չգտա, ինձ էլ չգտա Հայաստանում, մի 2 տարի առաջվա բան եմ ասում, և այսօր նույնպես պարզ է, որ ԱԱՑ-ն այդ կեղտոտ կառույցը փակելու է նորից, որ շատ բան չիմանաք, շատ բան չլսեք, բայց սրանց ընդհանրապես, ովքեր արդեն լսում են, սրանց ընդհանրապես մեկ լսի, կամ այս թեր տամ, 168 տամ, այս Միշիկի ամեն ինչը և այստեղ, եթե համեմատենք արտակի հետ այս տականքին, ուժեղ Հայաստան, կուսակցություն Սամվել Կարապետյանի հետ, Սամվել Կարապետյանը ինչ է արել Հայաստանի համար, Հայաստանի համար միայն մի լավ բան է արել, մի քանի միլիարդատիրոջ համար, երբ որ Տաշերի այդ տոներն էր կատարում, մի քանի հայ երգիչներ գնում էին, մի քանի կոպեկ դնում էր գրպանը և մի քանի ռուսների էլ տալիս էր Հայաստանում, մի քանի ռուս պոռնիկների տալիս էր նորակառույց շենքերում, որ հետո այդ հարուստները դրանցով նաև զբաղվեն, տներ էր նվիրում, իսկ էլ ցանցում նույնպես ինչ մի լավ բան է կատարել, մի նորարարություն է կատարել, փորձել է հայերի էլեկտրաէներգիան պակասեցնել կամ ասել կռիվի ժամանակ ձրի է 1 ամիս, ես կմուծեմ ինձնից, ինչ որ մի լավ բան կատարել է, ոչ, և ինչի պետք է հայ ազգը սրան ընտրի, երբ որ սա ռուսական նույնպես և մի քանիսի մասին կխոսեմ, ռուսական պրոյեկտ է նույնպես այս տականքը, այստեղ նաև խոսեմ այն մասին, սիրելի հայր, եթե մտածում եք, որ ռուսը մեր բարեկամն է, ապա մենք կարող ենք միայն դուրս գալ բրուտի վրա և նրա հետ բանակցել 111-ի առաջարկած բանաձևով, այսինքն մենք լռում ենք, դու էլ մեզ ձեռք չես տալիս, թե աշխարհի հետ ինչ ես կատարում, կատարի, եթե վախենում ես, որ մենք կուժեղանանք և քեզ կոչնչացնենք, դիր քո կառավարիչները Հայաստանում, բայց մենք պետք է ապրենք մարդու նման և Հայաստանը պետք է ապրի մարդու նման, էս է 111-ի
առաջարկ է, իսկ եթե չէ մենք քեզ ոնց որ այսքանի օրը աղբորը ցեխը կողեցին, որ մարդակեր ու նաև պեդոֆիլ է, նույնպես իրեն կարող ենք ցեխը կողել, որ ոչ թակավոր է, ոչինչ է, ոչնչություն է իրենից ներկայացնում։ Դրա համար նա պետք է գնա մեզ ուստուպքի, ինչի համար են այս տականքները գնում ուստուպքի, քանի որ ամեքի վրա գործ կա, դուրս կգա, որ իրենք իրականում ով են, դրա համար բոլորը ծառայում են այդ տականքությանը, էս է պատճառը։ Նաև Դոդիկը, կարդացեք նաև, կանգնացրեք, կարդացեք Դոդիկը, և իմիջիալոց Դոդիկի այդ կենտրոնը միակ հաղորդումն է, որը կարողանում ենք արտասահմանում դիտել, այնտեղ էլ ոչինչ չկա, մնացածը Հայաստանի մասին և իրականության մասին միայն YouTube, TikTok-ն է ասում, այլևս այլ տեղից հնարավորություն չկա իրական Հայաստանում կատարված որևէ բանի մասին ինֆորմացիա ունենալ կամ հասկանալ, կամ սա կին ես, ամոթ է, հայ կին ես, դեմքով հայ կնոջ լրիվ հատկություններով կին ես, քո ինչին է պետք դեպուտատ լինել կամ նաև հարցազրույցներ անցկացնես, ինչի համար, որ ընտանիքդ պահես մի քիչ լավ ես հագնվել ուրիշներից, չէ որ վաղը սրանք, երբ որ վաճառեցին, թուրքը առաջին հերթին գալու է ձեզ բռնաբարի, ձեզ ոչնչացնի, հետո մնացածից, կամ սա, որը խոսում է թաղեմ, բոլորին թաղեմ և այլն, և այս տականքը նույնպես, իբր պրոֆեսոր է, ինչի պրոֆեսոր է, սա տականք, որ Լևոնի ժամանակ իբր վարչապետ է իր, 6 ֆուր Գերմանիային նվիրած ցեղասպանության փաստաթղթերը բոլորը ուղարկեցիք Թուրքիա, որ Թուրքիան այսօր լեզուն երկար խոսում է և վերջի լաշն է մնացել Էրդողանի թրի վրա, դրա համար այ ոչխարներ, հայել է ինչ է նշանակում, լավ մի հատ նայիր դեմքդ, այդ տական կին ես, նայիր դեմքդ հայելու մեջ նոր այդ կեղծ հաղորդումները տանցկացրը, իսկ այժմ ավելի նորմալ այս ամեն ինչի մասին հետագայում նորից կվերադառնանք երեկվա այդ 40 օրվա պատմությանը, անցնենք առաջ, բոլորիս վերջն է, դա կապ չունի, որ կեսը թուրք է, ծագումով ադրբեջանցի ես, բայց հայ կնոջ հետ ես ամուսնացել և տվյալներդ հայի են, և դու էլ Նարիմանով գիտես դու ով ես, 1000 անգամ ֆիլմերում ասել եմ, վերցրեք ես մարդու օրինակը, ես մարդու երկրում Լև Վալենսիա, Լեհաստան, պարզեցին, որ ինքը KGB-ի գործակալ է եղել, ինքը ասեց ստիպել են եղել եմ, ներողություն եմ խնդրում ազգին և ես ոչինչին չեմ խառնվի, թեպետ ինքը խառնվում է, և այդպիսով մաքրեց իրեն, բոլորս էլ գիտենք, որ 3-ըդ էլ գործակալ եք, եստեղ Նիկոլին չեմ ներկայացնում, քանի որ Նիկոլի գլխին այլ ձևով եք սարքել, Նիկոլը նույնպես ձեր զոհն է, դու սրա զոհն ես, սա երկուսից զոհն է, Նիկոլն էլ 3-ից զոհն է, և այս բոլորին ում ցուցադրեցի ձեր զոհն են, ձեր բոլորից զոհն են, ինչ եմ առաջարկում էստեղ, սա ոչ թե միայն հայրիս, այլ պետք է փախչես, դու տղուդ մոտ Ամերիկա, փախչելու վայրանք չունես, կամ դու պետք է հունական կղզիներում ապրես, հենց հույներն են հայերին ցույց տալու և նաև անգլիացիների օգնությամբ հայերին տալու լոդկա, որ գան գլուխդ այնտեղ կտրեն գնան, նույնը դու Նարիմանով, որ Բրազիլիայի ամբողջ ազգդ, ինչ եք անելու, կարողանալու եք այդպես ապրել, չէ, այստեղ, որպեսզի դուք մաքրվեք, ինչ պետք է կատարեք,
թող սա հիվանդանա, որ Alzheimer է ընկել, հիշողությունը կորցրել է, ոչինչ չի հիշում եւ այս ամեն խարդախություններից դուրս գա։ Երբ որ գան, որ պապա էլ ինչ հրահանգներ ունես, պապան հիվանդ է, պապան հրահանգ չունի, ամեկը ձեր գլուխը պահեք եւ այս նախորոք ցուցադրված բոլոր տականքները ամեն մեկը կասնի նաեւ ինքնապաշտպանություն։ Այս մյուսը մի հիվանդություն են հորինում ռակով հիվանդ է կամ էս է գնացել է արտասահման բուժվելու եւ բուժումները ված չեն անցել, երկար ժամանակ պետք է մնա բուժման։ Նույնն է այս տականքը։ Ամեն ինչ կարելի է մտածել եւ անել։ Կամ օրինակ սրա վրա մահափորձ կատարվեց, ծանր վիճակում է, տեղափոխել են օրինակ Բադեն, կնոջ մոտ, որպեսզի այնտեղ հանգստանա եւ բուժվի։ Սա պետք է կատարեք։ Սա պետք է կատարեք, որպեսզի ձեր վրայից վերցնեք եւ իսկական հայերը կատարեն իրական հեղափոխություն։ Իրական ոչ թե հեղափոխություն, արդեն դուք ձեր ձեռքով Հայաստանը հանձնեք իրական հայերի տերերին։ Բացի դա, միլիարդներ եք աշխատել, 10%-ը պահեք, ձեզ մնացածը տվեք ոչ թե պետությանը, այլ գնեք զենքեր, բոլոր հայերի տներում պետք է լինեն ամենավերջին լավագույն զենքերը, լրիվ կոմպլեկտ պետք է ամեն մեկի տանը կես տոննայից ավելի զենք լինի։ Հետագայում դուք անելու բան չունեք, կմաքրվեք եւ անողները կանեն այդ ամենը։ Նորից եմ կրկնում, 111-ը կանի իր ամեն մի քայլը, եթե դուք ներսից ձեր կեղտոտությունը չանեք, մտածեք եւ այս մարդու նման վարվեք։ Եթե չեք վախենում եք ասել, որ գործակալ եք եղել, թեպետ բոլորն էլ գիտեն, որ 3-դ էլ գործակալ եք։ Հիվանդացեք, վատացեք, անհետացեք, ու այդ գումարներն էլ են ձեր կորչելու, ավելի լավ է հետագայում ցանկացածն էլ փոքր հասակում կամ ինչ-որ մի պահ սխալվում է, անսխալ մարդ չկա, այդ պահին սխալվելով ամբողջ կյանքով դուք հատուցում եք այդ ձեր սխալի փոխարեն պատճառով, բայց կա ինքնամաքրման պահ, ինքնամաքրվեք եւ թողեք, որ ազգը թեկուզ մահանում է, պատվով մահանա, բայց 111-ի անունից ես բոլորիդ հավաստիացնում եմ, որ եթե ներսում այսքանը կատարվի, ոչ մի մահ չկա, Հայաստանը պետք է մեծանա եւ կմեծանա, իսկ եթե մինչև վերջ պետք է տանեք այն խաղը, որ իբր ձեր հեռուստակայաններով Նիկոլը տականք է, Նիկոլը էս է, բայց իրականում դուք Նիկոլի հետևն եք պաշտպանում, քանի որ ձեր վրա օրական գալիս է մի թուղթ, որ Նիկոլին պաշտպանի, թե չէ կասենք սա։ Նիկոլի մազը հանկարծ ծռվի, կասենք սա։ Նիկոլին արդեն դուք դարձրել եք կենթանի մեռել, եւ դուք էլ նույն իրավիճակում եք։ Ձեզ է վերաբերվում ՀՇ-ին, ՀԿԿ-ին եւ բոլորին, այդ բոլոր տականքներին։ Նույնիսկ այդ մլիցեքն են մեղք, այդ ԱԱՑ-ի աշխատողներն են մեղք, ինչքան կարան դավադիր գործողություններ կատարել։ Դրա համար հետ կանգնեք այդ ամեն ինչից։ Ձեր ճակատագիրը, ձեր տերը արդեն որոշել է։ Ձեր տերերը ձեզ տրապկի պես օգտագործել են ու դեն են գցել։ Մտածեք այս ամեն ինչի մասին։ Եվ ազգի փրկությունը նրա մեջ կլինի, որ դուք ինքներդ գնեք մեծ քանակությամբ զենք
եւ ամեն մի ընտանիքի, ամեն մի մարդու համար 100 կիլոից ավելի զենք է պետք, տարբեր տեսակի, եւ տանկին խփող, եւ ձեռքի զենքերի մասին է խոսքը, եւ վերտալյոտի խփող, եւ երբ որ հարձակվեն բոլորին վերացնելու այդքան քաղաքների մեր տեղանքում չեն կարող մեզ հետ կռվել, եթե ազգը լրիվ զինված լինի։ Ես համոզված եմ, որ հայ կանանց 40%-ից ավելի նույնպես զենք բռնել կսովորի եւ կկռվի։ Ձեզ բոլորն էլ 30 տարիներից ավել տարիների ընթացքում ճանաչում են, որ տականք եք։ Եվ այս անձնավորությունը ես կտա իրեն մասին այդ հաղորդումը մի հայից էի լսել, այդ Էդվարդ Անտինյանից, եւ նրան ուսումնասիրեցի, 4-5 տարի սրան քարկոծել էին այս անձնավորությունը, եւ այս անձնավորությունը կանգնել է ասել դատարանում, որ հա ես եղել եմ, բայց հնար չունեի, դուք էլ հնար չունեիք, ձեզ տարել էին եւ տվել այդ ամենը սովետի ժամանակ այլ էր, հետագայում ձեզ օգտագործեցին ձեր այդ կեղտոտ լինելը, բայց դուք մեկ օգտագործի, այլ վերցրեք օրինակ այս անձնավորությունից, այս անձնավորության շեֆերը ավելի դաժան են, քան ձեր շեֆերը, այդ ռուսական մաֆիայի ես լավ էլ ճանաչում եմ, եւ նրանց մի քանի անդամներին էլ շատ մոտիկից իրենք էլ ինձ գիտեն, այս անձնավորությունը ինքը չի կարող դրանից հրաժարվել, միայն ինքը պետք է բացահայտվեր, եւ ինքը իրեն բացահայտեց, իսկ դուք հնար ունեք, Լևոն եւ մնացածները, տեսօր չեմ խոսում հայոյելով, ձեր մասին կամ այլ բաներ ասելով, մտածեք, սա ազգի փրկության խնդիր է, ինչ ուզում եք ասել, Լևոն, քո մայրը հայ է, եթե քեզ կպցնում են, որ մերը թուրքից է քեզ ունեցել, թե իրականում հայ ես, դա կարևոր չի, թեկուզ 10% հայի այրում կա մեջը, դա կարևոր չի, օրինակ վերցրեք այս տղայից, ինքը երիտասարդ եւ մտնելով այդ մաֆիայի այդ ամբողջ թոհուբոհի մեջ ավելի լավ է դուրս գալիս, քան դուք եք դուրս գալու, դուք դուրս չեք գալու դրանից, ձեզ ձեր տերերը արդեն ոչնչացել են, արդեն նրանք բացահայտել են, որ դուք ոչ ոք եք, այսքանը ինձ թվում է հասկացաք, որ ինչի համար հատկապես մի քանիսի մասին էլ գիտեի, որ թե ռուսական, թե լևոնական, թե սերժական այդ ընդդիմություն, որ դուրս է եկել, ում համար են աշխատում, ինչի համար այս ազնվորության մասին խոսեցի երեք, որպեսզի այսօրվա ֆիլմը լինի, այսօրվա ֆիլմը մտածել էի մի քանի օր հետո, բայց առավոտյան արդեն ստանալով 111-ի հաղորդագրությունը, որ պետք է իրենք այս ձևով վարվեն, նորից եմ կրկնում, նրանք կարող է, 111-ը կարող է երկիր մոլորակը վերացնել, բայց դա մեզ արդարացնող երևույթ չէ, հասկացեք, ոչ թե մենք պետք է բենզինը լցնենք մի սենյակում, որտեղ 5 հոգի ենք, մեկից ծեծում են, 4-ը նստած սեղանին հաց են ուտում եւ մեզ պատուհանից գցելու են, մենք այդ սենյակը վառենք, որ նրանք էլ վառվեն, այլ ոչ, նրանց պետք է ծեծենք, նրանց ցույց տանք, որ մենք այդ սեղանին պետք է նստենք, ձեզնից մի քանիսը սեղանի տակ պետք է նստեն, ահա 111-ի բացատրությունը, դրա համար դա չեն կատարում, թե չէ վաղուց բոլորը գիտնական մարդիկ են եւ մոտավորապես 350-ից ավել նաեւ չինացի, կորեացի, ճապոնացի, մի քանի գերմանացի են միացել, բոլորը գիտնական մարդիկ, նրանք կարող են դա կատարել եւ այսօր ամենաբարդ հարցը
որպեսզի Հայաստանը զինվի, եթե Հայաստանը զինվի, ես համոզված եմ, որ 2 միլիոն մարդ էլ կվերադառնա, միայն օրական, ինչպես երեք մի աղջիկ էր գրել, որ ոչինչ չօգտագործեցի, միայն հայկական կանաչեղիներ, մի կտոր լավաշ, մի կտոր պանիր և զգացի, որ մեր Հայաստանի հոտը համը ուրիշ է, մենք ուրիշ ենք։ Միայն այդ կատարեք, այդ միլիարդները կորած է, ռուսներն էլ են տանելու, բոլորն էլ տանելու են, արտաքին հարցրեք, քանի միլիարդներ է Ռուսաստանի համար, ռուսական մաֆիայի համար աշխատել իրեն, քանի տոկոս են տվել, երբ որ ամենամեծ գործը միշտ էլ հայերն են կատարել, ռուսները կողքից նայող են եղել, կասի ինքը այդ ամենը, ոչ թե հեռուստատեսությամբ առանձին կանչեք զրուցեք, այդ ամենը ինքը կասի։ Ու ինչ եք անելու, Լևոն քեզ թվում է քո տղուն այնտեղ սաղ են թողնելու թեկուս անգլիացիք, չէ, բոլորիդ էլ վերացնելու են, և բոլորիս են վերացնելու, որ իզութոզը կորչի, մնան թեկուս մի 10,000 հայ, որ հիշողություն էլ չունեն, հետո դրանց ուրիշի անուն ազգանունի տակ, եթե խելացի երեխեք կծնվեն, դրանց օգտագործեն, մնացածիս իրենց պետք էլ չենք, և թուրքի ձեռով հայ գլուխը կտրած ֆուտբոլ են խաղում, այդքանը պետք է մտածել, և աշխարհին նաև այս հարցը, որ 111-ի ամենակարևոր և ամենապահանջկոտ հարցն է ձեզ, որ գնաք այդ քայլին և օրինակի համար, թեկուս այս տղային եք դնում, այս տղային դրեք, թեկուս դնում եք Արա Պապյանին, նրան դրեք, որպեսզի խոսեն ՄԱԿ-ում, Եվրոպարլամենտում և այլ կառույցներում, որ մենք առաջին համաշխարհայինի հաղթող կողմն ենք և մեր տարածությունները այսքան պետք է լինի, ինչ է կատարվում աշխարհը, այս ինչ է կանում, մենակ այդքանը, ավել բան պետք չի, 111-ի զեկույցում հաղորդագրություն է ինձ ուղարկած, մենակ այդքանն է հարկավոր նրանց, այլ բան նրանց հարկավոր չի, որպեսզի աշխարհը իմանա, որ մենք պահանջատեր ենք, և սա մեր էթնոսն է, դա է կարևորը, ավել բան նրանք չեն պահանջում, և ձեզ թե Հայաստանում, թե արտասահմանում, այդ քայլից հետո ընդամենը գողացել եք 200 միլիարդ, 10-20 միլիարդի զենք առնելով, 4 միլիոն հայի զենքով ապահովելով, զենք, փամփուշտներ, ամեն ինչով, ձեր գրպանը չի ծակվի, Լևոն, բայց կլինեք արդեն հայ ազգի ոչ թե տականքներ, այլ կլինեք հերոսներ, ու Արտակի կատարածը, դա հերոսություն էր, դա նաև հերոսություն էր նրանով, որ նաև Լևոն քեզ շեշտեցի, որ դու պետք է նման տղաներին դու ինքդ պատրաստեիր, որ գնային աշխարհով մեկ, ինչ գործողություն ուզում եք կատարեին, ուզում եք երկիրը վերացնեին, թեկուզ մի լումա բերեին Հայաստան, դու դա պետք է կատարեիր, դա է հայ ազգի ղեկավարի պարտականությունը, ոչ թե դուրս անել ու 700,000-ով ոնց էիր պահելու Հայաստանը, ու ոնց պահեցիր Հայաստանը, դրա համար տարիքները տառած, 3-դ էլ ինձնից մեծ, ամենակիչը Սերժը 5-6 տարի ինձնից մեծ, բայց այդպես էլ չհասկացաք ոչ աշխարհը, ոչ ձեր դերը, ոչ ձեր դիրքը, և այդպես վախելով, միլիարդներ աշխատելով ուր գնացիք, վախը սրտներիդ ամեն օր, նույնիսկ չեք կարողանում փողոց նորմալ դուրս գաք, ում է պետք ձեր այդ կյանքը, այսքան է, և ինձ թվում է, որ իրական հայերը այս ամբողջը կներկայացնեն, թեկուզ նաև լևոնականները կներկայացնեն իրենց և կասեն, որ այսպիսի առաջարկ կա, և իմիջիայլոց նաև շեշտեմ այստեղ, ես 2002 թվականներին երևում էի, և հենց ինքս էի երևում
էկրաններին եւ խոսում էի, բայց դրանից հետո, երբ որ 111-ը ինձ փակեց, նրանք նաեւ ինձ առաջարկել են, ես պետք է խոսեմ միայն մեկ անգամ երևալով, նորից եմ կրկնում, ես պետք է միայն մեկ անգամ խոսեմ եւ այն ամենի մասին խոսեմ, եթե հարցը հասնի դրան, բրուտի հետ կապված, իսկ եթե մենք առանց այդ հարցի Հայաստանի հարցը կլուծենք, ես ձեզ կներկայանամ ով եմ, ինչ եմ եւ այլն, իսկ այսօր իրենց ցանկությամբ եւ իրականությունը դա է, ես պետք է դեռ մնամ ոչ երևացող այստեղ, դրա համար, քանի որ հարցեր եք գրում, դեմքը ցույց տուր, դեմքը ցույց տուր, դեմքը ցույց տվողներին կամ ոչնչացնում են, կամ դեմքը ցույց տվողները արդեն չեն կարողանում նա ասել, ինչ ցանկանում են ասել։ Եվ այստեղ եթե ես համեմատություն եմ դնում Արտակի ու Լևոնի կամ Սերժի կամ մնացածի կամ սրանց այս խաժամուժի մեջ, Արտակի կատարածը շատ մեծ քայլ է։ Նորից եմ կրկնում, ես ոչ Արտակից եմ վախենում, ոչ Լևոնից եմ վախենում, բայց նրա կատարածը մեծ քայլ է, այսինքն ինքը չի կարող մերժել նրանց, ովքեր իրեն ուղարկել են այս գործողությունը կատարելու, իբր ընտրություններին մասնակցելու, եւ եթե չհաղթի ձայներն ում տա։ Այսպես թե այնպես, եթե ընտրություն է լինելու, Արտակը չէր հաղթելու, բայց Արտակը եթե ունենալու էր 20 ձայն, ստիպելու էին նրան ում տար, Արտակին էլ պետք չէր լիներ Հայաստանի ազգային ժողովում, նա պետք է գնար, նորից նրան պետք է ուղարկեին իր գործին, բայց Արտակի կուսակցության այդ անդամները պետք է լինեին այնտեղ եւ պետք է քվեարկեին Հայաստանի վերահսկման համար, Արտակը այդտեղ նույնիսկ գործել չէր ունենալու, իսկ այն մնացածը, ովքեր որ մինչև վերջ հետևները պատրելով այն գալստուկ կապած երիտասարդը նույնպես փիլիսոփա, որ հեղափոխություն են ընտրություններով այսպես են անելու, այնպես են անելու, այդ բոլոր լակոտներին մեկ փչացնի, Լևոն բոլորից դու ես փչացրել եւ այսօր 80-ին մոտ երևի կլնես, տարիքը չեմ էլ նայել ինչքան ես, երևի այդքան ես, խելքի արի, ունես նաև տղա, թոռներ եւ նաև մտածիր, որ միայն աշխարհը եւ պետությունը կարող են կառավարել գիտնականները, իսկ եթե փողոցից բռնում են, բերում ձեր նմաններին, որոնք պետք է երկիր կառավարեն, բայց ասում են այս կատարի, այն կատարի, դա երկիր չի լինում, դրա համար Հայաստանը երկիր չէ, եւ Հայաստան այդ հողամասը, այդ տարածությունը, եկեք իրոք դարձնենք երկիր, եթե ամեն մեկի տանը լինի զենք, եւ ես համոզված եմ, որ ոչ ոք մեկը մյուսի դեմ զենքով դուրս չի գա, եւ լինի նաեւ հրաման, որ եթե դուրս գա մեկը մյուսի դեմ, ամբողջ ընտանիքը կվերանա ճշմարտությունը պարզելուց, ապա մարդիկ զենքերը պահած ամեն օր իրենց գործը թողած կյուղեն ու կսպասեն, երբ է գալու տականքը թուրքը կամ ազերին, որ վերացնեն։ Հասկացեք, սա հոշոտվող աշխարհ է, եւ ըստ 111-ի միակ քայլը, որ ձեզ առաջարկում են, չեն խնդրում եւ չեն հրամայում, առաջարկում են, դա է, որպեսզի դուք դա կատարեք եւ ինքնամաքրվեք, եւ հաստատ համոզվեք, որ ինքնամաքրվելուց հետո նրանք նույնպես տալիս են գարանտիա, որ ձեզ հետ ոչինչ չի կատարվի։ Դու հիվանդացի, թող Սերժիկը հիվանդանա, Ռոբերտը հիվանդանա, մնացածին էլ ամենամոտերին, ովքեր վստահելի են, ասի այդ խաժամուժին էլ ցրի, ու կտեսնես, որ ինչ հարգանք պատիվ եք վայելում։
հետագայում, երբ որ ամեն ինչ կլրվի, ազգն էլ կիմանա, որ բոլորն էլ սխալական են եւ վերջում կատարեցին հերոսական քայլ, իսկ այն, որ այսօր կատարում եք, դա հերոսական քայլ չէ, Հիմա նաև Արտակի մասին, Արտակը լավ էլ գիտեր, շատ լավ, ինձնից էլ, քեզնից էլ, բոլորից էլ լավ գիտեր եւ գիտի եւ այդ մեխանիզմը, որը Ռուսաստանում էր գործել 90-ական 2000-ներին, որը մինչ օրս կա, նաև ինքը լավ էլ գիտի, որ ինչ էր կատարվելու սրանից հետո, ինքը դա շատ լավ էլ հասկանում էր, ինքը շատ լավ էլ հասկանում էր, որ ռուսների առաջարկած, որ Քենիայի նախագահի Փեսանես, գեներալես եւ այլն, ինքը լավ էլ գիտեր, որ դա թեկուս ինչ-որ մի հայ պետք է տնտղի եւ պետք է գտնի, գիտեր, որ մեր ազգը նաեւ հետաքրքրասեր է, մենք քիչ ենք եւ ամեն ինչ կարող ենք իմանալ, ռուսները դա չի գիտեն, եւ դրա համար էլ ինքը հենց ինքը իրեն մատնեց, որ տղեկ մյուսներդ էլ քարը փեշերիցը դատարկեք, սա հայրենիք է, եկեք փրկենք հայրենիքը, եւ նորից եմ կրկնում, Լևոն, դու այս տղայի նմաններին պետք է ուղարկեիր, որ միլիարդները Հայաստան բերեի, ոչ թե Ռուսաստան գնար, սա այս ազնվորությունը ռուսներին միլիարդներ է տվել, իսկ ռուսները Հայաստանից միլիարդներ են տարել, իսկ այս ազնվորությունը եւ իր նման 20-25 հոգի ես միայն ճանաչում եմ երիտասարդներ, իր տարիքի իրանից փոքր, իրանից մեծ, նրանք կարող էին միլիարդներ բերել Հայաստան եւ Հայաստանը ոչ թե պարկ վերցներ գոյատևելու համար եւ 30%-ից ավելին ծայրաստիճան աղքատությունից ցածր վիճակի մեջ լինեին, այլ Հայաստանը իրոք ապրեր, այսքանը եւ հիշեք այդ առաջարկությունը, որը կատարվել է 3-ից 111-ի կողմից, կատարեք այս ամենը, զինեք Հայաստանը, ոչ թե Հայաստան պետությունը հայ ընտանիքներին զինեք, ապահովեք նրանց հացով ամեն ինչով եւ ինքներդ սուսուփուս հեռացեք, նույնիսկ մեկ ասի, որ ինչպես այս ազնվորությունն ասե, հա մենք ծառայել ենք, բոլորս էլ գիտենք եւ հետագայում ձեզ ոչինչ էլ չի լինի, Սերժիկ, միայն նարկոբիզնեսից որքան գումար ես աշխատել, բոլորս էլ գիտենք եւ միայն դա է բավարար, որպեսզի հայ ամեն ընտանիքում կես տոննայից ավել լինի զենք, նորագույն աշխարհի զենքերը, ընտանիքները, տները եւ հայրենիքը պաշտպանելու համար, այսքանը